Բարի օր աղջիկներս։ Այստեղ ես շատ ոգևորված պատմում եմ, թե մենք ուր ենք գնում, բայց ցավոք սրտի իմ հեռախոսը Bluetooth-ով միացած է լինում մեքենայում դրված սարքին ու իմ ձայնը դրա պատճառով չի լսվում։ Մենք ունեինք մի փոքր գործեր Գենտ քաղաքում, մեզ շատ մոտ է Գենք քաղաքը, բայց Գենտ քաղաքը մեզանից մոտավորապես հեռու է, կարծեմ 100-120 կիլոմետր, ու դրանից հետո մենք ուղևորվեցինք նաև ծովափ, Բլանկենբերգ և հետադարձ ճանապարհին մտանք Բրուգե։ Ուզում եմ ասեմ, որ Բրուգեն համարվում է Բելգիայի Վենետիկը։ Հիմա կտեսնեք, ճիշտ է շատ երկար վլոգ չեմ արել, որովհետև երեխեքի հետ էինք, անհարմար էր, շտապում էինք ու նմանատիպ բաներ, բայց ամեն դեպքում մի փոքր նկարել եմ ու վստահ եմ, որ ձեզ էլ հետաքրքիր կլինի։ Առջևում ծովափնյա սեզոնը համարում ենք բացված, մենք դեռ կայցելենք այստեղ ավելի հանգիստ և գիշերակացային պայմաններով։ Բոլորիդ կհետաքրքրի, թե որտեղ է Դավիդը։ Դավիդը դպրոցում է, քանի որ աշխատանքային օր էինք գնացել ու ցավոք սրտի համընկնել է Դավիդի դպրոցի մամաների ֆեստի հետ օրը։ Դրա համար իմ փոխարեն Ինեսն է գնացել, էլի խիղճս ընկել է տեղը, ոնց որ Ինեսն է ինձ փոխարինելու, որովհետև վստահ եմ, որ Դավիդի համար իդեալական ժամանցը կապահովի, քանի որ դպրոցում տարբեր խաղեր էին խաղալու մամաների հետ միասին։ Մի խոսքով գնացինք առանց Դավիդի, ես այդքան էլ ուրախ չեմ այդ փաստից, որտեղ սիրում եմ այդ հավասարության պահը։ Եթե գալիս են բոլորը, եթե չեն մասնակցում, չեն գալիս բոլորը։ Մանավանդ աղջիկների պարագայում երբեք չի լինում, որ իրենցից մեկին տանեմ ինձ հետ, մյուսին թողեմ տանը, տենց չի լինում, կամ տանում եմ, կամ չեմ տանում։ Հələ Դավիդի հետ էլի մեկու մեջ գնում ենք, որտեվ դա արդեն մեծ է, հասկացող է, տենց ինձ ուղեկցում է։ Քանն էլ Դավիդի ֆեստի մասին Ինեսը վիդեոներ է նկարել համ իմ համար, համ ձեր համար, մյուս վլոգում անպայման կտեղադրեմ։ Իսկ ձեզ ուզում եմ ասել, բաժանորդագրվեք իմ ալիքին, ակտիվ լինեք, որպեսզի արագ հասնենք 5000-ի, և ես անհամբերությամբ ուզում եմ տեղադրել աղջիկների վիդեոն։ Մենք ձեզ ինչ հրաշքներ եմ շատ քամոտ է, կարող է ձայնս չլսվի, բայց Հա գնանք լավ, բայց այս տեղը շատ հավանեցի, սիրունի կա։ Վայ փակել են։ Հա փակել են, երևի շատ ալիքներ, բայց կարանք մոտիկա նկնեշի։ Նայ սառության օվկիանոսը ինչ է սենց, օй, նայ։ Արի, շատ սիրուն է, բայց արի վրոտ թողնենք, աղ, ներխուժում ենք, լավ է, մենք
էլ սենց շոր եմ հագել հատուկ, ոնց որ իսկական ծովի լինի։ Արդեն գնում եմ, պրոստը հազիվ եմ բռնվել քեզ այդ։ Արդեն շիտ անհարմար։ Love you. I will always love you. Experiment անում, ինչ է։ Բանա, ասմինոգ եմ ասում։ Մեդուզա։ Մեդուզա, Պրոստը մի քիչ լավ չի զգում իրան, չորացել է։ Չէ, արդ մի հատ իմ համար բան գերիստ է էլի, դենա ֆանտազիատ իշքան է աշխատում։ Չէ, կարամ պահեմ դեմքի դերեմ։ Գիրեմ։ Նավակի մեջ նստեն։ Հասանք։ Դե պարկինգ կա ազատ կարող է, բայց ինվալիդ է։ Բուտալին պարկերն։ Ու նավակը երևում է։ Ավելի հանգիստ պայմաններով կգանք, որ նավակել նստենք, այս ուղղակի անցնում ենք, ասեցինք մտնենք։ Այ կարապներ են շատ մեծ ու սիրունիկ։ Ասենց նավակները ես թունելի մեջով մտնում են, գնում են, թե ուր են գնում չգիտեմ, բայց շատ սիրուն է ամեն ինչ։ Ասենց հսկա է կարապներ։ Այդտեղ թանգարանն կա, որ գանք շրջելու Հայկոյից հետ կգանք միանշանակ ու կնկարեմ, համել թանգարան կմտնենք, եթե հետաքրքիր լինի իհարկե։ Գնացինք։ Մեկ ժամ 58 րոպե։ Սենց կարգով ձիրել կան փաստորեն։ Կարգետի ֆայտոնն է։ Այո։ Ես հայերեն եմ խոսում միայն։ Հայերեն գրական։ Բայց ֆայտոնն էլ է հայերեն։ Չգիտեմ, իմ համար ֆայտոնը ավելի լավ է։ Կոլորիտ
Սառը բան շատ հարաս է։ Ոնց որ բանը 1642 թիվը։ Սպասես ջոջան թող իր հեծանիվով գնա։ Հաջան։ Ինչ է։ Ուզում են ասել ես էլ եմ էլի այստեղ։ Օրինակ Հավես տեղում ենք կանգ առել, ինքի ճուտիկները խաղում են ու գնանք, ձանձրացել են։ Поверните направо, затем поверните направо. Поверните направо.